Ես հիմա ուզում եմ խոսել immigration-ի custom enforcement, ICE մասին խոսել։ ICE-ը գիտեք Մինեսոտայում մեծ խնդրեմ եղավ, մի կին մահացավ, հետո մի երիտասարդ մահացավ, ամենայն դեպս ICE-ը սովորաբար իրենց աշխատանքն է, որ օրը 1000 հոգի անօրինական կարողանան ձերբակալեն, որպեսզի այս երկրից վտարեն։ Այս վայրկյանից 63000 մարդ ICE կամ այս immigration-ի բանտերում են գտնվում։ Վերջին 5 օրվա ընթացքին մեկ անգամից մեծ աշխատանք կատարեցին եւ 2000 օրը 2000 հոգու, օրը 1000 հոգին ձերբակալում 2000 եւ վերջին օր 5 շաբթի օր 2400 հոգու ձերբակալեն, իհարկե խոսում ենք Ամերիկայի մեջ ձերբակալեն են եւ պիտի երկրից հետո վտարեն։ Հիմա ինչպես եղավ, որ այսպես կարողանում են մեծ թվով ձերբակալել, որովհետեւ այս immigration-ի custom enforcement հաստատությունը 80%-ը հիմա նախագահի հրամանով 80% իրենց աշխատողները, ոստիկանները զբաղվում են այս հարցով։ Ուրեմն մեկը եթե այդ նախարարություն կամ հաստատության այդ գործ ունի, իրեն գործը շատ երկար է տևելու, որովհետև ինչ որ ասացի 80% ոստիկանների տրամադրել են այս անօրինականներին ձերբակալելու երկրից հանելու համար։ Իսկ ես մի ուրիշ հարց որ ուզում եմ հիմա այստեղ խոսել, այս հրավառությունն է, որ այսօր նաև հրավառություն է լինում։ Եթե դուք մի կատարեք այդ հաճախ, որովհետև երբ որ այդ մի բան ուզում եք այդ հրավառությունը, այդ մոմերը ինչ որ բարում են 1000-ից մինչև 3000 տաքություն է այդ վարկանին ինչ որ ստեղծվում է այդտեղ այդ հրավառության համար եւ եթե հանկարծ մի բան սխալ գնա 1000-ից 3000 Ֆարենհայթ պատկերացրեք, որ ամավասար է, եթե 2000 Ֆարենհայթ լինի, այսինքն 1100 սանտիգրադ տաքություն կարող է լինի, դրա համար ավել հարմար կլինի, որ դուք չզբաղվեք դրանով, որովհետև կարող է ձեզ վնաս հասցնեք ձեր երեխային, ձեր բնակարանին, հարևանի բնակարանին եւ այսպես է որ 87 տարբեր հրդեհներ տեղի ունեցել այսպես Southern California-ում, որ այդ մարդիկ, որ իրենք փորձառությունը չունեն, նման աշխատանք են կատարում կամ երբեմն միանգամից հրդեհվում ամենը պայթում է, դժվարացություն է ստեղծում, դրա համար պետք է շատ ուշադիր լինենք։ Ես պիտի դադարեցնեմ, երբ վերադառնամ դադարից, այս տոնակատարությունները հուլիսի 4-ի պիտի ցուցադրեմ, եղանակի մասին խոսեմ, որ այս վերջին օրերից գիտեք շատ շոկ էր, դրա մեջ նաև այսօր մեզ մոտ մասամբ ամեն ինչ լավ է, բայց երկրի արևելյան միջին շրջանները շատ դժվարացության մեջ են, դրան անդրադառնամ, իսկ ծրագիրը հովանավորում է Երևան Post-ն է հովանավորում ծրագիրը։ Երևան Post-ը ձեզ է առաջարկում, եթե օդանավով ծանրոց ունեք Հայաստան ղրկելու, եթե մի փաունդը $2.99 է օդանավ։ Նավով մի ծանրոցը եթե իրենց հանձնեք, երկրորդ ծանրոցը անվճար կտանեն Հայաստան։ $40 ծանրոց է գնում, մյուս $40 անվճար է, $20 է ծանրոց պետք ունեք, փոքրիկ պետք ունեք $20, մյուսը $20 անվճար է լինելու։ Նաև դուք ինչ որ եթե պիտի տեղափոխվեք Հայաստան կամ պետք է ուղարկել, տեսնում եք այստեղ սառնարան, սառուցարան, մահճակալ, աթոռներ, ֆուրնիչերներ, ինչ որ հարկավոր է կարող եք ուղարկեք իրենց միջոցով եւ տեսնում եք անձներ են որ ուղարկեն Հայաստան, նաեւ եթե գումար պետք է ղրգեք, եթե շատ կարևոր է, եթե դրամով ղրգեք, 1% է, դոլար ղրգեք մի քիչ ավել է, ուրեմն դրամ եթե ղրգեք 1%։ Ծրագիրը հովանավորում է Court Furniture հովանավորում է ծրագիրը, Central Մրթելի հատման կետում է Գլենդելում, Euclid եւ 405 Freeway
Orange County-ում, Santa Ana-ում խանութ ունեն։ Ամերիկայում ամենտեղ խանութներ ունեն, զանգարեք, տեսեք, որը կլինի ձեզ մոտ։ Նոր մատրես ունեն, տարատեսակ նոր մատրեսներ ունեն, կարող եք այցելել Court French-ը։ Շահին Թուրն է ովանավորում ծրագիրը։ Շահին Թուր ցեզ է առաջարկում ճամփորդություն դեպի Ճապոնիա։ 10 օր, հոկտեմբերի 4-ից 13, $3,790 է։ Սա all inclusive ամեն ինչ ներառված է այստեղ։ Եվ Ճապոնիան շատ հետաքրքիր երկիր է, մանավանդ ժողովրդի իրենց հարաբերությունը հարգանքը տեսնելու համար հարկավոր է մեր բոլորիս համար կվերադառնա։ Ես պիտի իհարկե եղանակի մասին խոսեմ, այսքանի օր ինչպես էր եղանակը, բայց մի բան, որովհետև հուլիսի 4-ը եւ անկախության օրն էր 3 եւ այսօր նաեւ այսպես տոնակատարությունը շարունակվում է, Բենջամին Ֆրանկլինը 5 անձիկ, որ 1775 թիվ եւ այդ ժամանակ սկսեցին խոսում էին անկախության մասին, որոշեցին, որ նաեւ պետք է մի բան գրեն, սահմանադրություն լինի, օրենք պիտի տեղի ունենա, որ այս երկիրը ինչպես է անկախ լինելու, այդպես մտածում են։ Հիմա մտածեք, Անգլիան էր, որ այս շրջանը ղեկավարում էր Ամերիկայի արևելյան 13 նահանգները, որ ինչ որ հետո անկախություն հռչակեցին, Անգլիայի տիրապետության տակ էր։ Ավել շատ ծանոթ էին բոլորը, որ ինչպես թագավորություն լինի, ինչպես սահմանադրությունը ինչպես պիտի լինի, կամ անկախության հռչակագիրը ինչպես պիտի լինի։ Ամենայն դեպս Բենջամին Ֆրանկլինը, որ գյուտարար էր, հորիներ էր տարբեր, շատ խելացի մարդ էր, դոկտոր Ֆրանկլինը, ասում են, որ ինքը որտեղ խելացի էր այդ 5 հոգու մեջ, որ ինքը գրի սահմանադրություն կամ այդ հռչակման հրատարակություն ինքը գրի։ Բայց ինքը որտեղ շատ խելացի էր, մտածում էր, որ եթե ինքը գրի, հետո կգանք ասեն, այստեղ լավ չի, այստեղ փոխենք, այս կանենք, այն կանենք, այսպես, ինքը այդ աշխատանքը հանձնում է Թամաս Ջեֆերսոնի, որ 33 տարեկան էր, որ հետո իհարկե երրորդ նախագահ դարձավ այս երկրի, մի ձև համոզեց, որ այս երիտասարդը եթե գրի, ավել լավ է։ Ասաց ինքը 70 տարեկան էր, Թամաս Ջեֆերսոնը 33 տարեկան էր այդ ժամանակ, ամենայն դեպս հռչակումը այդ որ պիտի գրի առներ, ինչ պիտի պարունակեր, հանձնում էր իրեն։ Հետո որ գրում են իհարկե ինքը սկսում է փոխել, բանան, բայց ամենայն դեպս մեկ հոգի այդ առաջին օրերը, որ այսպես խոսվում էր եւ աշխատանք էին տանում, մեկը հարցնում է այս Բենջամին Ֆրանկլինին, հարցնում է, որ արդյոք մենք թագավորություն ենք, թե հանրապետություն է սա, ուրեմն որն է սա, հարցնում է իրան մեկը, ասում է մի հետաքրքիր պատասխան է տալիս Թամաս Բենջամին Ֆրանկլինը այդ ժամանակ, ասում է, որ եթե if you can keep it, հանրապետություն, եթե կարող եք պահեք, որովհետև եթե չկարողանանք պահեն, թագավորությունը կլիներ Անգլիայի, ասում է, բայց եթե կարողանանք պահեք, սա պիտի հանրապետություն լինի, որ ավել հարմար կլինի այս երկրի համար, սա շատ նշանակելի արտահայտություն է այս գիտնականի կողմից այդ ժամանակ դոկտոր Բենջամին Ֆրանկլինի կողմից։ Ես հիմա ուզում եմ ցուցադրել ինչ է կատարվում այս վերջին օրերից, շոկ է, գիտեք, արևելյան մանավանդները այսպես գնացել են ծովափ, կոկորդիլոսին այդտեղ տեսնում, այսինքն շնացուկ էին բռնել, ամենտեղ ժողովուրդը գնացել է եւ որովհետեւ այս շաբաթվա վերջը ասացի անկախության օրն է, Վաշինգտոն նաեւ շատ են գնացել, այստեղ տեսնում եք տոնակատարություն պիտի լիներ, որովհետեւ շատ շոկ է, որոշ այդ տոնակատարությունները մտահոգված կանգնեցրին։ Այստեղ տեսնում եք մեկը մտել է օվկիանոսը, շնացուկը հարձակվել է իր վրա, մեկը իրեն կրկին է տանի բժշկի հասցնի,
եւ սա շնացուկն է ինչ որ բռներեն եւ հետո իհարկե գիտեք շնացուկը այս երկրում չեք կարող վերացնել պետք է մենակ հետ են վերադարձնում հետո օվկիանոս են վերադարձնում նավակներ փոթորկոտ եղել նավակներ շրջվել են որտեղ բոլորը գնացել են օվկիանոս եւ այսպես տեսնում եք այս շաբաթվա վերջի տոնակատարությունները սա ռեպլիկա էր այսինքն ինքը չի ինչ որ նախագահ ուզում է սարքի այդ կամարը ինչ որ կար այստեղ տեսնում եք 108 միլիոն մարդ խիստ շոկ եղանակով տառապում է նավակներով նաև որտեղ նավակներով էր որ Ամերիկա եկան տարբեր երկրի տեսնում եք դրոշակներ կրող այս ծիսակատարություններին մասնակցում են այսինքն ամերիկացիներ բայց տարբեր տեսնում եք բոլոր այս որոշ ասացի ձեռնարկներ քանսելարին որտեղ այնքան շոկ էր սա ռեպլիկա էր ինչ որ քիչ առաջ նաև տեսակ տեսնում եք սա այնինչն է որ նախագահը ուզում է պատրաստի բայց սա օրինակը պատրաստեն են դրեն են այդտեղ ճիշտ սա է լինելու եթե կարողանա նախագահը պատրաստի հետո Վաշինգտոնում օրինակ որոշ տեղերում օրինակ Նաշվիլում հետաձգեն են նման որտեղ մարդիկ այդ շոկից ուշքից գնում են Նյու Յորքում եք տեսնում ուրիշ տեղերում բոլոր այսպես հրավառությունը անգամ Նյու Յորքում տեսնում եք այդ գնդակն է իջնում է Ամերիկայի 250-րդ տարեդարձը տոնելու առիթով Ֆիլադելֆիայում 111 աստիճան էր երեկ եւ դրա համար որոշ բաներ քանսել արին եւ այսպես տեսնում եք անգամ Ֆրանսիայում Ամերիկայի անկախության հռչակման անվան այս տեսեք Իֆել աշտարակն է Ամերիկայի գույներով գիտեք ֆրանսացիք էին որ օգնեցին Ամերիկան այդ 1700-ական թվականների 76 կարողացան անկախություն ձեռք բերեն որտեղ այն ժամանակ Ֆրանսիա Անգլիա այսպես մրցակցության մեջ էին անգամ Հռոմի պապը որը գիտեք ամերիկացի է Հռոմի պապը այս շնորհավորեց բոլորին այս անկախության առիթի համար արտահայտություններ կատարեց իր ժողովրդին միասնականություն եւ չքավորներին օգնելու այդպես բացատրեց նախագահը որ դա պիտի առիթ լինի այս անկախությունը ամերիկացիներ եւ ժողովուրդը ավել մտածի ինչպես կարողանա մեկը մյուսին օգտակար լինի դա իր արտահայտություններ այս առիթով այսինքն Ամերիկայի անկախության առիթով այսպես արտահայտություն արեց նախագահ այսինքն Հռոմի պապը ես հիմա ուզում եմ ցույց ցուցադրել Սակրամենտոյի դրսում Սակրամենտո քաղաքից մի քիչ հեռավորության տեսեք այս անձն է որ ամեն տարի ուրիշների այս դրոշակների ցուցադրությունն է իսկ երբ իջնում էր տեսեք ինչ տարինակ աշխատանքների իջնում էր մի ծառ երբ որ պետք է իջներ տասնյակ անգամ անցյալ տարիներում կատարեն է ի ծառին դրոշակը միան ծառը թույլ չի տալիս եւ ինքը վայր է ընկնում բարեբախտաբար միտեղ է վայր ընկնում վնասվում է ոտքը բարձրանում է հետո սա 5 շաբթի երեկոյան էր ուրբաթ օր նաև պետք է նույն աշխատան իրեն 5 շաբթի օր հարցրին դու կարողանաս 5 ուրբաթ օր նաև անես ասաց այո եւ կատարեց այսինքն նույն աշխատանքը թե ոտքը մասամբ վիրավորվել էր նորից կատարեց բայց այս ուրբաթ օրը էլ այդպես ծառի խնդրեմ չեղավ կարողացավ հաջողաբար իջեցնել այդ դրոշակը այսպես ինչ որ տեսնում եք ես մի դադարեցնեմ երբ վերադառնամ դադարից ամուսնությունը Taylor Swift-ի եւ իր
ամուսնուց ես ցուցադրեմ, իսկ ծրագիրը հովանավորում է Մարգանյան փաստաբանական գրասենյակն է հովանավորում ծրագիրը։ Եթե դուք վարձակալ եք, վարձել եք մի ապարտման կամ վարձել եք առանձնատուն, վարձել եք, պետք է մաքուր լինի, միջատ չպիտի լինի այդտեղ, մրջուն չպիտի լինի, մուկ չպիտի լինի։ Եթե այդպես է, զանգարեք այս հեռախոսամերձ, դուք ոչինչ չեք վճարում, անվճար է, Կալիֆոռնիայի որևէ քաղաքում ապրում եք, չի տարբերում։ Զանգարեք այս հեռախոսահամարին, փաստաբանի հետ խորհրդակցեք։ Եթե ինքը հաջողի ձեր աշխատանքը կատարի, գումար կարողանա վերցնի ձեզ համար, հետո իրեն կվճարեք, նախապես ոչինչ չեք վճարում, որևէ խորհրդակցության համար զանգարեք այս հեռախոսահամարին։ Փիձարթինի Բրբանքում հովանավորում է ծրագիրը, հեռախոսահամար տեսնում եք։ Եթե մի փիձա պատվիրեք իրենցից, հենց հիմա կարող եք զանգարեք իհարկե, երկրորդը 50% զեղչ կստանա։ Իրենք կբերեն ձեր տանը դելիվեր կանեն նաև։ Հենց հիմա զանգարեք եւ ասացեք, որ այս ծրագրից լսեցիք, որ փիձան առաջարկում եք, մեկը վերցնեն որևէ չափի, երկրորդը նույն չափին, նույն համահավասար չափով 50% զեղչ կստանաք կվերադառնա։ Աշխարհի ամենահարուստ, ամենաճանաչված երգչուհուն եք այստեղ տեսնում, որը ամուսնացել է հինգշաբթի եւ ուրբաթ երեկոյան ժամը 4-ից մինչև շաբաթ առավոտյան ժամը 4-ը։ Ուրեմն Taylor Swift-ին եք տեսնում, որը մեկ ֆուտբոլիստի, ամերիկյան ֆուտբոլիստի հետ էր, մի մոտարապես ավելի քիչ քան թե 2 տարի իրար հետ էին, ամենայն դեպս ամուսնացան։ Հիմա Travis Kelce անունով անձնավորությունը շատ ճանաչված ամերիկացի ֆուտբոլիստ է, ֆուտբոլը, ամերիկյան ֆուտբոլների նպատակ, իր հարստությունը 2 բիլիոն, 2 միլիարդ դոլար է իրենը։ Գիտեք, ամենաճանաչված կին երգչուհին է, ամենահարուստ արվեստագետ կինը չի, որովհետև ամենահարուստը Oprah Winfrey-ն է, նրանից հարուստը գոյություն չունի, նա 4 բիլիոն հարստություն ունի, ամենայն դեպս որպես երգիչ, որտեղ նա երգիչ չի, երգիչների մեջ ամենահարուստն է, ինչ որ այստեղ տեսնում եք։ Իսկ այս Kelce հարուստությունը 70-ից 90 միլիոն է, ճանաչված ֆուտբոլիստ է, բայց իր հարստությունը համեմատ պատկերացրեք 2000 բիլիոն համեմատ 70-ից 90 բիլիոնը։ Իրենք Madison Square Garden-ը, որ ճանաչված մեծ, այսպես մարզական մրցությունների կենտրոն է Նյու Յորքում, շատ ճանաչված, հարսանիք այստեղ են կատարել։ Այս հարսանիքը այստեղ կատարելու համար, այսինքն ով որ այս սրահ ուզում է վարձի, հիմա մրցություն կլինի, ինչ որ կլինի, CT-ից, որ permit իրավունքը վերցնեն այստեղ այդպես մրցություն լինի, $132,000 միայն permit վերցնեք, որ ես ուզում եմ այստեղ, օրինակ մարզական մրցություն է, ամուսնություն է, ինչ որ պիտի վերցնեք այդպես է։ Միաժամանակ այս կինը հիմա այսպես որտեղ $26 միլիոն նվիրատվություն կատարեց իր ամուսնության առիթով, 26 միլիոն նվիրատվություն կատարեց տարբեր ոչ շահադիտական կազմակերպությունների այսպես օգնել են։ Նյու Յորքում իհարկե խիստ security էին, ոստիկանությունը, 1000 ոստիկան տրին ապահովելու այս կարևոր ամուսնությունը, այս վերջին տարիներում այսքան կարևոր ամուսնություն տեղի չունեցել եւ տասնյակ հարյուրավոր հյուրեր ունեցան։ Այդ հարսանիքը հրավիրված էին նախ հինգշաբթի օրը 100 հոգի ամենամոտիկները եւ հետո այս սրահի մեջ նորից հրավիրեցին մոտարապես 1100 հոգի հյուր ունեին այս սրահի մեջ։ Իհարկե այս սրահը տարողությունը 10,000, 20,000 ավել
տարողություն ունի, այս սրա շատ մեծ սրահ է մրցությունների համար, ինչ որ այստեղ տեսնում եք։ Ես հիմա ուզում եմ ցուցադրել ձեզ այս հարսանիքի մասին տեղի ունեցող, տեսնում եք սիրահարների, որ ամուսնացան այս սև մեքենաներով, բոլորը սև, որ ներսը չտեսնեն ով է։ Լրիվ շուրջը փակեն էին եւ ասեն էին ոչ ոք չի կարող նկարի։ Այս ձեռնարկը ոչ ոք չպիտի նկարի, իրենց հյուրերին էլ ասեն էին տելեֆոնով, ուրիշ ձև, բայց դրանով անտերձ մարդիկ եկեն են դիտելու։ Ոմանք իհարկե փողոքում էին, որովհետեւ փողոցները լրիվ փակեն էին, գիտեք Նյու Յորք մի փոքր փողոց փակեք, մյուս փողոցները խնդրեմ է լինում։ Ձեզ արդեն ասացի $26 միլիոն donation արին 20 տարբեր ոչ շահադիտական ընկերությունների եւ այդ ընկերություններից Food Banks, Children's Hospital եւ Dolly Parton's Book Charity. Dolly Parton-ը մեծ շնորհակալություն է հայտնում, որ իր կազմակերպությունը, իհարկե ոչ շահադիտական կազմակերպությունը, որ Dolly Parton-ը, գիտեք, այս երկրի ճանաչված երգչուհիներից մեկն է, 80 տարեկան կին է, բայց եւ այնպես դեռ աշխատում է, երգում է։ Դա տեսնում եք այստեղ տարբեր արվեստագետներ մեկ-մեկ գալիս մտնում են, բայց ասացի ամեն փակ է շրջապատը եւ տեսնում եք ոստիկաններով շրջապատեն են, որ չկարողանա ոչ ոք նկարի, իրենց հյուրերին էլ ասեն են նկարել, հնարավոր չի, իրավունք չունի ոչ որ, ով հրավիրված է այդ պայմանով, որ չի նկարի։ Այստեղ տեսնում եք տարբեր արվեստագետներ, ինչ որ հրավիրված են, մեկ-մեկ գնում են այնտեղ եւ ժողովուրդը որ այնտեղ կանգնել են տեսնելու իրենց հյուրերին, այսինքն իրենց հյուրերին տեսնեն։ Եվ ասեն էին, որ պետք է 5-շաբթի օրվանից մինչև շաբաթ օր այնտեղ լինեք, որովհետև ասացի թե 5-շաբթի, թե ուրբաթ ձեռնարկ էր կազմակերպված, տեսնում եք այս հարսանիքը ինչ որ տեղի ունեցավ, այս շաբաթավերջին տեղի ունեցավ։ Ես ուզում եմ հիմա խոսել նաև Թրամփի մասին։ Նախագահ Թրամփը մեկ crypto coin, այս crypto coin կազմակերպություն ունի, որ բոլորին այս մեծահարուստներին առաջարկում է, որ գնեք իմ ընկերությունից գնեք։ Գիտեք, այս երկրում նախագահները երբ ընտրվել են նախագահ, ինչ հարստություն են ունեցել, դրել են blind trust, այսինքն կույր հաստատություն են կազմակերպել, մեկ հոգի այդ հաստատությունը ղեկավարում է, ով որ իրանք վստահում են, ղեկավարում է, բայց իրենց հետ կապ չունի, իրենք այդրանք էլ բիզնես չեն անում, ստակներ չեն առնում, չեն կնում, չեն վաճառում, այդպես աշխատանքներ տեղի չի ունենում, իրենք բիզնես չեն անում, որտեղ նախագահ Թրամփ այդ գործը չի արել եւ հետո իրեն տղաները, իրեն ես ցույց տուի, իրեն փեսան, իրեն դուսրը, իրեն աղջիկը, օրինակ Ալբանիայում ցուցադրեցի մեծ ռիզորտ էին ուզում պատրաստել, որ ժողովուրդ դուրս են եկել, որ վարչապետին աշխատանքից հանեն, որ թույլ է տվեն, այդպես աշխատանք լինի։ Ուրեմն այսպես հիմա իր հարստությունը ցույց տվի անցյալ ծրագրում, որ տարեկան 670 միլիոն եկամուտ է ունենում, իրեն եկամուտը հիմա 2025-ին մի տարվա համար 2.2 բիլիոն է, այսինքն մոտավորապես 3.5 անգամ ավելի շատ գումար է կարողացել վաստակել։ Իսկ այդ մարդկանց, որ ասեն է crypto coin առեք, մարդիկ գալիս են, գիտեք, հարուստ է, ուզում են կաշառք Հայաստանում, երևի ուրիշ Middle East-ում, Միջին Արևելքում կաշառք ուզում են տան, գումար պիտի տան եւ այլն, այստեղ հեշտ է։ Գնում են իր ընկերությունից, այդ crypto coin ընկերությունից բիլիոններ գնում են իրենց համար, բայց իրեն ընկերությունից են գնում եւ այդ մարդիկ մոտարապես 1000 մարդ, որ այդքան գումարը տրամադրել են, իրենք 3.8 միլիարդ վնասվել են այդ մարդիկ։ Ինքը չի վնասվել, որտեղ վաճառել է, բայց այդ մարդիկ, որ գնեն այդքան վնաս են ունեցել։ Ես հիմա նաեւ ուզում եմ այստեղ ձեզ ցույց տալ նախագահ Թրամփը գնացել էր Mount Rushmore, մեկ
տեղ գոյություն ունի հարավային Դակոտայում, որ 4 նախագահների այսպես դիմակը կա։ Ինքը ասել է, որ ես ցանկություն ունեմ, որ իրեն դեմքն էլ այս 4-ի մոտ լինի, որտեղ ինքն էլ այդ 4 կարևոր նախագահներից է, այնտեղ տեսնում եք ամենավերջում Վաշինգթոնն է, հետո Ջեֆերսոնն է, երրորդ նախագահը, այստեղ Թեոդոր Ռուզվելտ նախագահն է եւ Լինքոլնն է այստեղ, այս 4 նախագահների այդ քանդված է ժայռի վրա, սարի վրա քանդված, ասում եմ դիմակս էլ այստեղ պիտի քանդեն, լինի իրենց կողքին։ Հիմա այսպես նկարվում է, իհարկե, որովհետև այս ժայռը կամ այս սարը ես անցյալում ծեծ բացատրել էի, որ տեղ չկա, որ մեկի դեմք ավելացնեն եւ ինքը անընդհատ փլվում է, սարը վերջ-վերջո ճեղք է բացվում, փլվում է, դժվար է եւ տեղ չունի, որ մեկ ուրիշին ավելացնեն այդտեղ, ինչ որ այսպես տեսնում եք այստեղ։ Նաեւ այս վերջին օրերից ինչ նախագահը նաեւ ասել է, որ Վաշինգթոնում ինչ որ տեղի ունեցավ, թեև իրեն ասել էին շատ շոկ է, ասել կարևոր չի ինձ համար ինչքան շոկ է։ Ես պետք է այս աշխատանք, այսինքն այս երկրի կազմվելու 250 տարվա այդ ինչ որ declaration, ուրեմն անկախություն հայտնելու, դեռ այդ ժամանակ դեռ կառավարություն չէր, բայց հաստատել էին, այսինքն նախագահ չկար, հետո Վաշինգթոնը դարձավ նախագահ այս երկրի, ամենայն դեպս այդ ինչ որ տեսնում եք այսպես է եղել։ Հիմա 111 աստիճան են եւ նախագահին ասել էին, որ շատ շոկ է լինելու, մի քիչ կարճ նախադասություն ունենա կամ արտահայտություն ունենա, իմ համար կարևոր չի, ես երկար ճառ եմ ասելու, որ այդպես էլ եղավ երկար ճառ ասած նախագահ։ Ես հիմա, որովհետև 1776 թվին անկախության հռչակումը տեղի ունեցավ, ես ուզում եմ ցույց տալ որտեղ էր Ամերիկան, ինչի մասին է, Ամերիկայի որ մասն է, որ այդ 13 նահանգները, որ անկախություն հռչակեցին, որտեղ էին գտնվում։ Հիմա եթե քարտեզի վրա ես ցուցադրեմ, տեսնում եք սա ընդհանուր ամերիկաներն է, հյուսիսային Ամերիկա, Միջին Ամերիկա, Հարավային Ամերիկա։ Իսկ սա Ամերիկան է, այստեղ Ամերիկա է։ Հիմա ինչ որ այսպես մանուշակով տեսնում եք, այդ 13 նահանգներն են, որ անկախություն հաստատվեց, Անգլիան տիրապետում էր այս տարածքը։ Ֆրանսիացիք այստեղ Լուիզիանայի շրջանն էին եւ իրենք օգնեցին այս մարդկանց, որպեսզի կարողանան վնասեն Անգլիային։ Այսպես տեսնում եք, ուրեմն Ֆրանսիան այստեղ է, կանաչը, Անգլիան այս մանուշակ գույնի մեջ է, բայց եւ այնպես անկախությունը այստեղ հայտարարվեց ու այս նահանգները դարձան անկախ մեկ պետություն, այսպես եղավ։ Իսկ մնացած տարածքները այստեղ եթե տեսնեք, անգամ ուրիշ տարածքները արդեն այն ժամանակ Մեքսիկո երկիրը գոյություն ուներ, որ որոշ տարածքները այստեղ տեսնում եք իրենց պատկանող էր կամ Իսպանիային պատկանող էր։ Անունը կոչվում էր այն ժամանակ Նոր Իսպանիա, հետո Ռուսաստանն եք տեսնում այնտեղ, այս գույնով տեսնում եք, որ հետո վաճառեցին Ամերիկայի, կողքը Կանադան է, այս տարածքը ինչ որ այս գույնով տեսնում եք, մինչև այնտեղ Ալասկա նահանգն է, որ գնեց Ամերիկան։ Ուրեմն այստեղ տեսնում եք հիմա տարբեր խմբեր էին, այդ հնդիկ խմբեր կային այստեղ, բնիկներ կային այստեղ, հիմա անցնենք մի քիչ ցած, այստեղ Ֆլորիդան իսպանական Սպեինը ղեկավարում էր եւ Սպեինը նաեւ հարավային մասերում մեծ դերակատարներից մեկն էր, այսպես տեսնում եք Պերու, Նյու Գինե, իսկ Բրազիլիան այդ ժամանակ պորտուգալցիները
այդ տարածքներ էին, այստեղ տեսնում եք ուրիշ, եւ այսպես տարբեր երկրներ սա քարտեզն է, ուրեմն այսպես Ամերիկա ինչ որ հիմա տեսնում եք, այդ Ամերիկա գոյություն չուներ, երբ որ 1776-ին այստեղ անկախության աղմուկը բարձրացավ եւ կարողացան հաջողեն եւ Ամերիկան այդպեսով հետո մի իհարկե հետո ապագայում Անգլիան նորից հարձակվեց 1800-ական նախնական տարիներում հարձակվեց, բայց ամենայն դեպս այդ ժամանակվանից Ամերիկան դարձավ նոր երկիր եւ հիմա 250 տարի անցնում է այդ թվից 1776 թվի հուլիսի 4-ից 250 տարի անցել է որ այս երկիրը դարձել է ամենահզոր երկիրը աշխարհի Ես պիտի տաթար վերցնեմ, երբ վերադառնամ տաթարից պետք է խոսեմ Կոկորդիլոսի մասին խոսեմ, Ալեքս Մորդակի մասին պիտի խոսեմ, իսկ ծրագիրը հովանավորում է դոկտոր Թավանսի հովանավորում է։ Եթե աչքի վիրահատող բժիշկ է սա, Գլենդելում գտնվում է Ջաքսոն փողոցի վրա, Ջաքսոն, Կոլորադո եւ Գլենդել ավենյուն հատում են իրար այս երեք փողոց։ Ճիշտ այդ անկյունին է գտնվում այդ շենքը, որ ինքը իր ագնաբուժարանը ունի 31 տարվա փորձառություն ունի նաև Orange County-ում իր գրասենյակ այնտեղ նաև կա Orange County-ն փոքր county է որովհետև Orange County ապրում եք շատ մոտ է այստեղ Costa-Mesa տեսնում եք կարող եք զանգարեք ժամադրություն վերցնեք եթե աչքի ջուր է ուսում եթե ագնոցի կարիք ունեք, բոլոր այդ հարցերով վիրահատության կարիք ունեք զանգարեք։ Նաև Փասադինայում իր կենտրոնը նաև Փասադինայում գտնվում է։ Ծրագիրը հովանավորում է դոկտոր Ստեփանյանն է հովանավորում, որևէ գեղագիտական աշխատանք պիտի կատարեք, զանգարեք այս հեռախոսահամարին կվերադառնա։ Ես նախքան անցնեմ ծրագիրը շարունակելու մի հարց, որ ուզում եմ այստեղ ասել, որովհետև հուլիսի 4-ի մասին խոսեցի քիչ առաջ, Դենիան կամ Դանիան, այստեղ տեսնում եք Դանմարկն եք տեսնում, որտեղ այս թերակղզի ինչ որ տեսնում եք այստեղ Գրինլանդը կառավարվում է իրենց միջոցով կամ պատկանում է իրենց, Դանիային է պատկանում որի այս մասերում հարյուրավոր հազարավոր մարդ է ապրում տարածքը տեսեք ինչքան խոշոր է կարող է Ամերիկա Ալասկայից ավել մեծ լինի բայց սառած է այստեղ բոլորը 1 միլիոնից ավել քիչ մարդ է այդտեղ ապրում Ամերիկան այստեղ տարիներ առաջ պատերազմի ժամանակ իրենց առիթ տվին խարիսխ ունեն այսինքն բեյս ունեն զինվորական բեյս ունեն Նախագահը անընդհատ սկսեց, գիտեք, ասում էր Կանադան պետք է միանա Ամերիկային, հետո ասեց սա պետք է Ամերիկան պատկանի Ամերիկային մենք գումար գտանք Դանիային եւ դա մեզի պիտի պատկանի մեծ խռովություն եղավ։ Հիմա հուլիսի 4-ին ամեն տարի Դանիայում ամենամեծ որևէ երկիր աշխարհում այդպես չի որ հուլիսի 4-ը շատ մեծ տոնում են, այսինքն Ամերիկայի անկախության օրը, անկախության հռչակման օրը շատ մեծ շուքով տոնում են։ Ամերիկայից նախարարներ են գնում, դեսպանը Ամերիկայի այնտեղ է մասնակցում է սա եւ միլիոնավոր մարդ գալիս է այս ծիսակատարությունը տեսնելու։ Այս տարի իրենք ասացին, որ մենք չենք ուզում որևէ ամերիկացի գա, պաշտոնյա ամերիկացի չենք ուզում գա։ Մարդիկ իրենք ամերիկացիներ ցանկություն ունեն, կարող են գան այս հուլիսի 4-ը միասին տոնենք, բայց կառավարության մարդ, official մարդ չենք ուզում, որտեղ մտահոգված եմ, որ եթե կան այս խմիչքների բաթլներով կարող է ամերիկացիներին հարվածեն կամ ուրիշ խնդրեմ լինի դրա համար ասեն մի եկեք եւ իրենք բնակիչները այս երկրի Դենիայի բնակիչները նաեւ
ասել են մենք այդ խրախճանքին չենք գնալու, մասնակցելու, որովհետև բարկացած են ամերիկացիների վրա, ուրեմն ասել են, որ ցանկություն չունեն այստեղ մաս կազմեն այս աշխատանքին տարբերություն, որ տարիներ որևէ տեղ ասացի ծրագրի սկզբում, որ այսպես խրախճանք չէր կազմակերպում հուլիսի 4-ը տոնելու եւ մասնակցելու, մարդիկ մասնակցում էին։ Ես մեկ ուրիշ բան, որ ուզում եմ ասեմ, FBI-ը, որ 260 անալիստ մասնակետ հատկացրել է, որ Ջորջիա նահանգը, որտեղ նախագահ այդտեղ 2020-ին հաղթվեց, Բայդեն ավելի շատ քվեներ ունեցավ, քան թե մի տարածք Ֆուլթոն County, որտեղ նախագահ ասում էր, որ ինքն է հաղթել։ Այդ նահանգի այսպես գլխավոր այդ ընտրության մասնակետը ինքը ռիփաբլիկան է։ Երկու անգամ քվեները հաշվարկեցին Ջորջիայի։ Եվ նահանգապետը նաև հրաման տվեց, որ հետևեն այդ տարածքը, այդ Ֆուլթոն County ընտրությունը մի քանի անգամ հաշվեցին։ Ռիփաբլիկան կուսակցությունը մեծ խումբ ղրկեց այդ ընտրության քվեարկության հաշվարկումը նորից քննեցին, ասացին ճիշտ է, Բայդենն է հաղթել այդտեղ։ Հետո ռիփաբլիկանների սենեթի խումբեր գնացին այդ քվեարկությունը, նրանք կատարեցին։ Բոլորը սրանք կատարվեց ամեն ձև եւ վերջնական, որտեղ ինքը Ջորջիան ռիփաբլիկան նահանգ է ընդհանուր։ Բայց հիմա նախագահը 260 ասացի FBI անալիստ հատկացրել է, որ նորից գնան այդ քվեներն այն, որտեղ ասում է ես ավելի շատ քվե ունեմ, քան թե Բայդեն այդ ժամանակ 2020 թվի։ Եվ հիմա սա բացահայտվել է, բոլորի զարմանքի առիթն է տվել։ Ես ուզում եմ հիմա խոսել alligator կամ կոկորդիլոսի մասին, որտեղ Ֆլորիդայում շատ կա եւ մարդիկ գնում են սովորաբար հիմա միշտ մի բան է լինում, մեկը որ ցույց են տալիս, միշտ մտածում եմ, որ սրանք գալիս են մարդկանց որսելու կամ մարդկանց ուտելու կամ վնաս ասել, այդպես չի, կենդանիները սովորաբար մարդկանց չեն ուզում վնասեն, բայց եթե ծագ ունի այդ շրջանում, շատ վտանգավոր է դառնում կենդանին, հիմա ցամաքի վրա կլինի, որտեղ որ ծագ ունեն, շատ անձը պետք է ուշադիր լինի, դա կլինի ով ծովի մեջ, դա կլինի ցամաքի վրա, տարբերություն չունի։ Ամենայն դեպս այստեղ մի աղջկա, այս կոկորդիլոսը բռնում է, ձեռքերը քանդում է, մինչև իրեն տանում են հիվանդանոց հասցնեն, այդ աղջիկը մահանում է։ Այսպես տեսնում եք այդ տարածքում է ինչ որ այս 3 ֆիտ խորք ունի, 90 սանտիմետր խորք է ունենում, այս 31 տարեկան աղջիկն մտնում է ջրի մեջ ու կոկորդիլոսը իրեն վնաս է հասցնում, ասած մինչև հիվանդանոց հասցրին, մահացել է, այդ կոկորդիլոսին կարողանում են, որ բռնում են և DNA-ն տեսնում են, որ այդ աղջկանը այսպես տեսնում եք, հետո վերացնում են այս կոկորդիլոսին և մեկ ուրիշ կոկորդիլոս, մեկ ուրիշի սպանել էր նաև և ասում է այդտեղ դրոշակ դրված է նաև կարմիր, որ մի մտեք ջուրը և այսպես ցավ են արտահայտվում այդ մահվան առիթով, այդ երկու հոգի ինչ-որ մահացել են, մեկ ուրիշի նաև կոկորդիլոս վնասել էր, բայց կարողանում են հասցնեն ու փրկեն իրեն։ Այսպես տեսնում եք աշխատանքները ինչ-որ տեղի էր ունենում, սա այդ երիտասարդ կինը կամ աղջիկն է 31 տարեկան, որ զոհն է գնացել, ինքը լավ լողորդ է եղել, բայց դրանով հանդերձ, գիտեք, կոկորդիլոսը բավական ուժիմ է, բավական հզոր է, ատամները մանավանդ չեն կարողանում արյունը մինչև տանեն հիվանդանոց, այնքան ուժեղ արյունոցություն է ունենում, որ մահանում է, ասացի, դա միակ դեպքը չի,
այս վերջին օրերից պատահել է իրեն մասին ասում են շատ լավ երիտասարդ աղջիկ էր եւ ցավով են արտահայտվում որ ընտանիքը կարող կորուստի իրեն կորուստի համար ես ուզում եմ խոսել Ալեքս Մըրդոքի մասին սա հարավային Քարոլայնայի ամենաճանաչված փաստաբանն է լինում այս անձնավորությունը որ ես 2 տարի առաջ իր մասին խոսել եմ ով խնդրեմ ուներ գնում են իրեն են դիմում որտեվ դատարանում գիտեր ինչպես անի մեկին մեղավոր դուրս չկա դրա համար բոլոր իրեն հետ բարեկամ ընկերներին դրանց մեջ նաև մեկ հայ անձնավորություն որ իհարկե այստեղ այդ նահանգում է ծնվել եւ իրեն ընկերներ եւ իրեն փաստաբաններ որպեսի փրկեր իրեն այսինքն դատարանում ներկայանում էր հիմա ինչ էր մեղադրանք որն էր որ իր կնոջը եւ իր տղային սպանել է որպեսի ինշուրենսից տասնյակ այսպես միլիոններ կարողանա ստանալ որտեղ վերջին ժամանակներում իր ֆինանսական վիճակ շատ վատացել էր որովհետեւ գամբլերանում ուրիշ այսպես գումարներ ծախսել էր շատ վատ վիճակում էր եղել ինշուրենս են ունենում իր կինո տղան ամենայն դեպս իրեն տատի տվին եւ մեղավոր հանեցին ցմահ բանդարկություն իրեն նշանակեցին իսկ հիմա հետաքրիր է այն կինը որ դատարանում քլերքը քարտուղարուհին որ ջուրիների հետ կապի մեջ է նրանց արտահայտություններ էր արել որ մեկը որ սպանի այսպես գիտեք այդ ջուրիների հետ ոչ ոք չպիտի խոսի նրանք պետք է մնան հեռու որևէ կարծիքներից բացի այնինչ որ դատարանի մեջ կլսեն այդ կինը դատարանի մեջ է բայց դատարանից դուրս աշխատեր էր այնպես էր խոսել որ բնական է սա մեղավոր է կնոջ սպանել է եւ տղային սպանել է այսպես արտահայտություններ էր արել որ պետք է նայեք թղթերին կտեսնեք օրինակ նման արտահայտություններ արել իրենց մոտ շատ կարճ արտահայտություններ բայց եւ այնպես ասացի ջուրի հետ միայն ինչ որ դատարանում լսում է եւ քորթում աշխատողները որևէ մեկը չպիտի ավելորդ արտահայտություններ անի դրա համար իր տատը վերանայեցին եւ նորից պետք է հենց նույն մեղադրանքի համար իրեն տատի տան բայց միլիոնավոր դոլարներ նաեւ յուրացրել էր որ դրանք դրա համար մեղավոր է եւ դա մնում է ուժի մեջ եւ հիմա ես այստեղ ուզում եմ ցուցադրել ձեզ կրանք արչեւ այստեղ տեսնում եք դատարանի մեջ է նորից բերեն դատարան իր կողքին ով որ ավել մոտիկ տեսնում եք անմիջապես այդ հայ փաստաբանին եք տեսնում այդ նահանգի ասացի ներկայացների նահանգի ներկայացնի տան անդամ է եղել այստեղ տեսնում եք իրեն կողքին նորից այդ փաստաբանին եք տեսնում ամենայն դեպս նորից դատավարություն պիտի լինի սա դատավորն է տեսնում եք փաստաբանին էլի այդտեղ նստած է իր ցախ կողմներ այդ նկարի մեջ կողքին կանգնած է իրեն ներկայացնում է այս հայ փաստաբանը հայ ամերիկացի փաստաբանը այնտեղ դատավորին բացատրություն է տալիս որ ցանկությունը կա որ նորից դատավարությունը լինի այստեղ տեսնում եք Մորդակ ինքը փաստաբան է բայց հիմա տեսնում եք ագնոցը դրա փաստաբանն է հայը որ ներկայացնում է իրեն իհարկե ուրիշ փաստաբաններ նաև ունի բայց եւ այնպես կարևոր այս իրեն տղան եւ կինն է որ ինչ որ զոհն է գնացել այս ոչրագործության այստեղ է որ ջուրիներին տեսնում եք ասում է իրեն մեղավոր են արել եւ իրեն դատի պիտի տան որ մխրճվել այս դատի մեջ անուղակի դատի վրա ազդեցություն է ունեցել եւ դատավորը ընդունել է ասել նորից պիտի սպանության համար
միայն սպանության համար նորից պիտի շարունակվի դատավորություն։ Ես պիտի դադար վերցնեմ, երբ վերադառնամ դադարից, տեսնեք ինչպես ապահովում էին տարածքը, որ 250-րդ այս տոնակատարությունը 3 լիներ։ Այս ծրագիրը հովանավորում է դոկտոր Parker Ջահանգիրն է հովանավորում ծրագիրը, եթե ալերգի եւ ասմայից տառապում եք, զանգարեք այս հեռախոսահամարին եւ այս մասնագետի հետ, դոկտորի հետ խորհրդակցեք։ Գլենոքս փողոցի վրա է գտնվում իր այդ բուժարանը, շատ մոտիկ է Գլենոքս եւ Grand View փողոցի հատման կետի մոտիկ է։ Hollywood Piano-ն է հովանավորում ծրագիրը։ Hollywood Piano-ն Ամերիկայի ամենախոշոր դաշնամուրի խանութն է, ամենամեծն է Ամերիկայում։ 600 դաշնամուր կա 2 հարկի մեջ, 1928 թվականից Hollywood Piano-ն աշխատում է։ Եթե դաշնամուր պիտի վարձեք կամ պիտի գնեք, այցելեք Hollywood Piano, Royal Parkway, Pasadena։ Կվերադառնա։ 250-րդ Ամերիկայի անկախության հռչակման առիթով տեղի ունենում Վաշինգտոնում, ծեսերը տեղի ունենում եւ ահա պետք է ապահովեն։ Ես ուզում եմ մասամբ ցույց տալ, որ այդտեղ ասեն էին, որ տեսեք հելիկոպտերով, այստեղ նավերով ամեն ինչով կատարվում է, դրոն կա եւ նաեւ F-16 տեսակի ռազմօդանավ է, ինչ որ այդտեղ ապահովում է լրիվ այդ տարածքը։ Օրինակ մեկ օդանավ է եկել, սա փորձ է, ինչ որ կատարում են։ Այս օդանավին ասում են հետ վերադարձի, թե չէ հարցակվելու եմ վայր են գցելու քեզ։ Ուրեմն այսպես տեսնում եք ամեն ինչը նկատի են առել, որ շրջանից ոչ ոք չի կարող կամ մոտենա Վաշինգտոն։ Ուրեմն նավերով, հելիկոպտերներով, օդանավով եւ ինչ որ լրիվ տարածքը իրավունք չեն տալիս որևէ օդանավ, որևէ դրոն, այսպես տեսնում եք, սա փոլիսի դրոն է, բայց ուրիշ փոքրիկ դրոններ եթե լինի, անմիջապես վայր են գցում կամ վայրը պիտի գցեին, որպեսզի ապահով դարձնեն այդտեղ, որովհետև նախագահը, սենատորներ, ներկայացնի տան անդամներ, կարևոր կառավարական անձիկ, բոլորը այդտեղ էին, մեծահարուստներ այդտեղ էին։ Ես ուզում եմ խոսել հիմա խոզանակ կամ բրաշի մասին, վրձինի մասին խոսեմ, ինչ որ եթե խորոված եք պատրաստում այդ մանգալի կամ գրիլի վրա մաքրում են, սրա վրայից պոկվում է այդ վայրները, պոկվում է վրայից ու անձը տեսնում եք, որ մաքրելու համար է, բայց ինքը այդ կտորները պոկվում է, հետո կարող է մնա մսի մեջ, կպնի մսին եւ կերերն են, ոմանք կերերն են, վատ վիճակ են ունեցել, եթե դուք ունեք քան air, սա միայն մի տեսակն է, եթե սրանից ունեք ուրիշ անուն ունի, կապ չունի, միայն այն ինչ որ գրած լինի քան air, C-O-N-A-I-R, գրված է 3 հոգի կերերն են, այդ վայրներից կերերն են, այդ տեսնում եք այդտեղ Եվ դուք ուշադիր եք պոկվում է, եթե գրված է վրան, պիտի գրված էլի քաներ, եթե մի օգտագործեք։ Ես ուզում եմ խոսել մեկ կին, առաջին անգամ է սա, որ այսպես է, որ 2500 miles նավակով, ինչ որ տեսնում եք, ռեկորդ ինք ունի, միայնակ նավակով Կալիֆորնիայից մինչև Հովայի 42 օր տևեն է միայնակ այս փոքրիկ նավակով այդքան տարածքը գնացել է, որպես կին առաջի կինն է, որ այսպես հաջողել է այսպիսով ինչ որ տեսնում եք։ Ես ուզում շարունակել հիմա խոսել մեկ եկեղեցի եմ ուզում ցույց տալ։ Քենթաքիում մեկ եկեղեցիում պատվելին երեխաներին, մեծերին, չափահաս բոլորին այդտեղ ցույց են տալիս ինչ որ մեկը որ սատանա է, տեսնում եք հրացանով գալիս եւ իրեն սպանում են այդտեղ եկեղեցու մեջ, իհարկե սա ճշմարիտ տեղի ունեցող չէ, այլ ցույց են տալիս, որ եթե մեկը չար է եւ պետք է իրեն վերացնել,
եւ ասում են տարեք դուրս եւ նաեւ պայթեցնեն այդ չար սատանային ինչ որ կամ անձը որ չարությամբ լցված է այստեղ տեսնում եք այս Քենթաքիում տեղի ունեցող այս աշխատանքը ինչ որ այս պատվելին արել էր բայց ինքը ասում է որ դա նրանք որ սատանա են նրանք որ լավ մարդիկ չեն պետք է այսպես պատիժների ենթարկվեն այսպես ցույց էին տալիս այստեղ այս եկեղեցում մեկ դեպք ուզում եմ ես ձեզ բացատրել որ տեղի է ունեցել մեր շրջանում տեղի ունեցող է եթե տեսանյութը տեսնեք այստեղ տարօրինակ դեպք է Arrow Highway այստեղ տեսնում եք որտեղ Քովինայում մեկ տրաքի վարորդ մեկ մեքենայի հետ մեկ հոգու հետ վիճապանում է այդ անձը տրաքի վարորդին կրակում է եւ հետո Պոլիսը գալիս է փախչում է պոլիսը իրեն հետևում է մինչև իրեն կարողանում են ձերբակալեն եւ այդ ժամանակ է որ ինքը ատրճանակ է ունում պոլիսը նաեւ կրակում է եւ անձնավորությունը այս անձնավորությունը որ թոթրակի դրայվերի վրա կրակեներ մահանում է այս անձը որ փախուստ էր տալիս պոլիսից տեսնում եք այդտեղ գետնի վրա է ինքը իրեն տանում է այսպես տարօրինակ դեպք է որ Քովինա մեր արևելքում է գտնվում ինչ այս շաբաթավերջին այսպես դեպք նաև տեղի ունեցավ ես ուզում եմ հիմա նաև խոսել շան ուտելիք մեկ pedigree անունով ուտելիքն է տեսնում եք high protein որ մտածում են շան համար շատ հարմար է ասել են որ այս տեսակի միայն տեսեք շան համար տարբեր ուտելիքներ կան Ես միայն խոսում եմ վերևը գրված է pedigree կամ վրան գրված է pedigree high protein recall են արել որովհետև սուր երկաթներ կա եւ պլաստիկ կա ուտելիքի մեջ սա միայն այն տեսակը որ ասում է chicken եւ duck food chicken եւ duck food եւ այսպես համարներ է գրված եթե դուք այդ գներնեք մի օգտագործեք հետ վերադարձրեք տեսնում եք pedigree եւ chicken եւ duck միայն այդ տեսակը սա մեծ ընկերություն է տարբեր արտադրանք ունի ես մի դաթար վերցնեմ երբ վերադառնամ դաթարից Միշիգանի մեկ մալի մասին ցույց տամ ինչ դեպք պատահեց իսկ ծրագիրը հովանավորում է Անրե Ղարիբյան փաստաբանն է հովանավորում ծրագիրը եթե դուք հրդեհ տեղ ունեցած ձեր տանը կամ բիզնեսում bankruptcy file անեք եթե accident կար անպայման զանգարեք իր հետ խորհրդակցեք որպեսզի ճիշտ հատուցումը կարողանաք ձեռք բերեք ծրագիրը հովանավորում է Rafi's Market հովանավորում է ծրագիրը Rafi's Market գտնվում է Բրբանքում Գլենդելի հարևանության եթե դուք ժամանակ չունեք ճաշ պատրաստելու իրենք պատրաստի ճաշ ունեն այդտեղից կարող եք վերցնել ծրագիրը հովանավորում է Serve Pro ընկերությունն է հովանավորում եթե հրդեհ է տեղի ունեցել ձեր տանը կամ հեղեղ է ջուրը մտել է շենքը վնաս է հասցրել կամ նոր շենք է կառուցել է կամ մի մասը ձեր շենք նոր է կառուցել պետք է մաքրվի դա այդ մաքրումները պրոֆեսիոնալ եթե ուզում եք տեղի ունենա սրանք գործիքներով գալու են պրոֆեսիոնալ մաքրելու են եթե construction-ին վերաբերող պետք է մաքրություն կատարեք ասած է հրդեհի հեղեղի կամ որևէ այդ նման խողովակ է պայթել ջուրը լցվել է ձեր տանը մեծ աշխատանք է դա այս հեռախոսը համարին զանգարեք կվերադառնա Միշիգան նահանգի Դիթրոյթ քաղաքին մոտ մեկ մալ այնտեղ գոյություն ունի երկու խումբ հիմա այստեղ ուզում ցուցադրել երկու խումբ սկսում են իրար վրա կրակել մարդիկ պատկերացրեք սովորական մարդիկ եկել են առևտուր անեն երկու խումբ իրար վրա կրակում են երկու հոգի մահանում են այստեղ այդ կարմիր հիմա շապիկով տեսնում եք հրացան է ձեռքը որ կրակում է այս մեկ հոգի ուրիշ
վիրավորվում է, տանում են։ Դեռ չեն կարծել ստակացնել, սրանք գանգ էին, ինչ էին, այս տեսնում եք ինչ մեծ շոփինգ մալ է, որ իրար հետ կռվի են բռնվել, կարմիր հագուստով տեսնում եք, բայց անմեղ մարդիկ այդտեղ իհարկե վիրավորվել են, բայց երկու հոգի իրենցից այդ մարդիկ, որ իրար վրա կրակում են, երկուսը մահացել են, մինչև հստակացնեն ճշգրիտ ինչ էր կատարվում այստեղ։ Ես հիմա ուզում եմ խոսել Խամենեի այս թաղման արարողությունը պիտի կատարվի Իրանում 6 օր տևելու է։ Նախ Թեհրանում բնականաբար, որտեղ ինքը այդտեղ էր աշխատում, սկսվում է այդտեղ Թեհրանից հետո պիտի տանեն Ղոմ, որ ամենակարևոր, այսպես իսլամ ղեկավարները այնտեղ են, կրոնականները այնտեղ են, այնտեղ պիտի տանեն։ Հետո երկու կարևոր քաղաքներ կա, որտեղ Իրաքում, Իրաքը գիտեք մեծամասնությունը շիաներ էին, այս ժողովուրդը շիա կամ շիե հետևորդներն են այնտեղ, ուրեմն պետք է տանեն այնտեղ նաև իրեն դիակը տանեն Իրաք եւ այդ երկու քաղաքները եւ հետո նրանից հետո բերեն վերադարձնեն Ամերիկա։ Հիմա Մաշհադում, որտեղ ինքը ծնվել է, այնտեղ պիտի թաղեն։ Ամենայն դեպս Քարբալա եւ Նաջաֆ Իրաքում, որ շիաների կարևոր քաղաքներից այնտեղ են տանելու։ Այսպես տեսնում եք, այս նախագահն է, որ արտասվում էր այդտեղ, այս որ Ռուսաստանի նախկին նախագահն է, որ ներկա է, Պակիստանի ղեկավարներից, Աֆղանստանի ղեկավարներից, ուրիշ երկրներից ղեկավարներ եկել են մասնակցելու այս թաղման արարողությանը։ Գիտեք, բանից դուրս է գալիս, որ Այաթոլլահ Խամենեին ինչ որ սպանվել է, ավել համեմատական մեղմ անձնավորություններ, քան թե նրանք, որ իր տղան միաժամանակ իր տղայի կնոջը եւ իր թոռնիկին նաեւ այդ 40 հոգու, երբ որ փետրվարի 28-ին, սա իր տղան է, փետրվարի 28-ին հավաքվել էին այդ ժամանակ, որովհետեւ բանակցություններ էր տեղի ունենում եւ Իրանի ներկայացուցիչները բանակցում էին Ամերիկայի ներկայացուցիչների հետ, այսպես անուղակի նույն տեղն էին, բայց միջնորդ էր, որ Ամմանի ղեկավարությունը երկուսի մեջ միջնորդ էր, բանակցություն էր տեղի ունենում, երբ որ Իսրայելի Նեթանյահուի խրախուսանքով Թրամփը եւ ինքը հարձակվեցին փետրվարի 28-ին եւ երբ որ տեսան Իրանի ղեկավարները հավաքված են այս բանակցությունների համար խորհրդակցելու ռումբերով իր բնակարանը հողի հետ հավասարեցրին Խամենեի բնակարանը, այդտեղ ինչ որ ասացի իր թոռնիկը մանցավ, իր աղջիկը մանցավ, իր տղան վիրավորվեց, որ հիմա Մոջթաբա Խամենեի ղեկավարն է այդ երկրի։ Հիմա այս թաղման արարողությունը 10-ից 20 միլիոն մարդ է մասնակցում, չտեսնված է որևէ տարածք այսքան մարդ մասնակցի։ Հիմա երբեմն ասում են, որ ղեկավարությունը պահանջում է, որ բոլորը կան մասնակցեն, բայց եւ այնպես անկախ դրանից մեծ թիվ է մասնակցելու եւ 5 օր, ասացի 5 տեղ պիտի գնան 6 օր այս արարողությունները շարունակվելու։ Հիմա Ամերիկան մտահոգ է, որովհետև այս ղեկավարությունը բոլորը էլի հավաքվում են, Ամերիկան մտահոգ է, որ Իսրայելը չգնա ռմբակոծի ու սպանի մնացածին։ Նախատեսում էին, որ կարողա տղան իրենը մասնակցի այս արարողությունների, մասնակցի այս թաղման արարողության մասնակցի, բայց տղան մինչ հիմա Երևան չի եկել, չի մասնակցել, երևում է, որտեղ ասում են ինքը վիրավորված է, հիմա վիրավոր լինելու պատճառով չի գալիս, կամ մտահոգությունը, որ կարող է իմանան ուր է թաքնված այնտեղ, եթե դուրս գա, իմանան որտեղից է եկել, կարող է մեծ նորից իրենց մնաց հասնի, դրա համար դուրս չի եկել մինչև հիմա։ Ամենայն դեպս վերջնավորությանը տանելու են Մաշհադ քաղաքում Այաթոլլահ Խամենեին թաղեն, ուր որ ինքը
այնտեղ ծնվել էր։ Ես հիմա ուզում եմ խոսել նաև մեկ երեխայի, հիմա տեսեք Սուպերբոլը որ տեղի էր ունենում, Սուպերբոլը մարտի սկզբում մարտ ամսի սկզբում տեղի էր ունենում, ուրեմն միշտ հավաքվում են միասին նայելու այդ խաղը։ Ամենայնտեպս մի խումբ հավաքում են գարաժում եւ փաթ կամ մարիհուանա են ծխում կամ օգտագործում են այդ եւ փոքր երեխա են ունենում 18 ամսական երեխա են ունենում, որ ասում են դու կողքի սենյակն է, բայց նրանք բոլորը ծխում են ծուխ ամենտեղ գնում, այս 18 ամսական երեխային որ թողեն են գարաժից դուրս, իրենք բոլորը հավաքված են լինում գարաժում ծխվելու, դուռը փակել են, ուրեմն խիստ ծուխ է լինում, այս երեխան հանկարծ տեսնում են վայր ընկնում, իրեն տանում են հիվանդանոց, բժիշկներն ասում են որ մահացել է, բժիշկը ասում է երեխան մահացել է, գործիքները բացեք, ուրեմն այդպես են անում։ Հետո բանից դուրս է գալիս որ զարկերակ ունի փոքրիկ, իրեն դոկտորին ասում են, ձեզ ասում եմ ես համալսարան եմ գնացել, հիմա կտեսնեք դրանք բոլոր, ես եմ մասնակետը, դուք եք խոսում այս մասին, ընտրեմ հիմա միասին տեսնենք տեսանյութը, այստեղ այսպես այդ մայրն ասում oh my god, երբ որ բարձրացնում է տեսնում է զարկերակ չունի, փալս չունի, հիվանդանոցում նաև տեսնում են որ աշխատում են որ իրեն հետ վերադարձնեն, որտեղ չի շնչում, չի զարկերակը չկա, բոլոր աշխատանքը կատարում են, ամենայն դեպս տեսնում են անօգուտ է, ուրեմն այդ երեխայի համար, այսպես հետո այստեղ տեսնում եք դոկտորը ասում է որ խոսում են, ասում է թողեք իմ աշխատանքը կատարեմ, ես համալսարան եմ գնացել, այստեղ տեսնում եք medical school եմ գնացել եւ ասում եմ ձեզ որ շնորհակալություն որ ուզում եք օգնեք, բայց այս երեխան մահացել է։ Ուրեմն բոլոր գործիքները բացում են, հետո մի քանի ժամ հետո մի ներս, երբ որ medical examiner կառավարության կողմից գալիս են, որ տեսնեն ինչ է պատահել, որովհետև 18 ամսական երեխան այդպես չպիտի մահանա, հետո որ տանեն իրեն, այսինքն երեխային տանեն, հանկարծ տեսնում են երեխան փալս ունի, զարկերակ ունի, այսպես տեսնում եք։ Հիվանդանոցը հիմա ասում է, սա շատ դաժան անհավատալի վիճակ էր, ինչ որ մեր հիվանդանոցով պատահել է եւ մենք անպայման հետևելու ենք, պատճառը գտնենք, բայց չենք կարող բացատրենք ինչ աշխատանք է տեղի ունենում, որովհետեւ այս հիվանդի privacy համար, որովհետեւ իրեն տեղեկությունն է, մենակ ծնողին կարող ենք ասենք, որոնց չեն կարող բացահայտենք, որ ինչ պատահեց եւ ինչու այս դեպքը պատահեց, որ կարծեն էին, որ այս 18 ամսական երեխան մահացել է։ Ես մի տաթար վերցնեմ, երբ վերադառնամ տաթարից մեկ ցույց ձեզ ցուցադրեմ եւ հետո շարունակեմ Ամերիկայի վերաբերող անկախության մասին հետո տեսանյութ ցուցադրեմ։ Իսկ ծրագիրը հովանավորում է Սոնաֆե տարեցների կենտրոնն է հովանավորում ծրագիրը։ Սոնաֆե տարեցների կենտրոնը իրենք բաս ունեն, մինի բաս ունեն, ձեզ կտանեն ու կվերադարձնեն։ Եվ այնտեղ կարող եք զբաղվել ձեր հասակակիցների հետ խաղերով, տաբլու, backgammon եւ այլն։ Ծրագիրը հովանավորում է jackpot հովանավորում է ծրագիրը։ Jackpot-ը արտասահմանից նոր կոշիկներ, հագուստներ է բերել, Pacific փողոցի վրա է գտնվում, անպայման այցելեք եւ ընտրեք այն ինչ որ ձեր ցանկությունն է։ Դոկտոր Էբրահիմի հովանավորում է ծրագիրը 4 կենտրոններ ունի, Orange County-ում, Commerce, Encino, Glendale-ում 616 Glenox փողոցի վրա է։ Եթե քայլում եք շնչասպառ եք լինում, եթե թաթի վրա, թաթի տակ վերք է, այդ հարցերով զանգարեք այս մասնակետին։ Ծրագիրը նաև հովանավորում է Անաշե Gift հովանավորում է ծրագիրը։
այս ինչ որ տեսնում եք այս թերմոսը կամ ֆլասկը գինը իջացրել են $9.99 են ընդամենը առաջարկում, եթե հիմա ամառ է գալիս ու գերեւի գնալու եք տարբեր անտառ եք գնալու, տարբեր տարածքներ եք գնում, թե եւ սուրճ կարող եք տաք պահել, այնտեղ պատրաստեք, հետո ձեզ հետ տարեք, որ գնում եք կարողանաք օգտվեք։ Կվերադառնա։ Նյու Յորքում ես ուզում եմ ձեզ ցույց տալ, որ մարդիկ գնացել են, հավաքվել են, այս ցուլն է, այս ցուլ տեսեք անձին վայր է գցում, հետո ոտքերով իրեն արտախորն անում, այսպես տեսնում եք, մինչև գալիս են օգնում են եւ կարողանում են անձին հեռացնել այդտեղից, հիվանդանոց են տանում, չի մահացել, բայց բավական վնասներ է ստացել ցուլը, այդպես հարվածել էր իրեն, դա Նյու Յորքում տեղի ունեցավ։ Իսկ ես հիմա ուզում եմ Վիրջինիայում ձեզ ցուցադրեմ մեկ անձ գալիս է մեքենայով ընկնում է լիճի մեջ, ժամանակ չկա իրեն փրկելու, տեսնում եք մարդիկ շղթա են սարքում, մեկը մյուսի ձեռքը բռնելով անձին մեքենայի միջից հանում են, ոստիկանները նաև գալիս են, ժողովուրդը ինչ որ այդտեղ են ձեռք մեկնելով, տեսեք բոլորը մեքենայի միջից անձին կարողանում են անել եւ փրկել իրեն ցամաքը հասցնեն, տեսեք քանի հոգի իրար օգնելով ձեռքերով քաշում կբերում են հասցնում են Վիրջինիայում տեղի ունեցավ սա։ Ես վերջավորության ուզում եմ խոսել Ամերիկայի անկախության 3 օրն էր 250 տարի առաջ, այստեղ հիմա ես ուզում եմ ձեզ ցույց տալ, որ տեսեք այս զանգակն է, ինչ որ կոտրվել է, տեր մաքրում են, պահում են, այս կինն է, որ պատասխանատու է ամեն տարի մաքրելու, այսպես տեսնում եք, զանգակը, ուրեմն 250 տարի անցավ, Ֆրանսիան նաև այդ անկախության կինը կամ անկախության դիմակը արձանը նվիրեցին, որ Ֆրանսիայից բերին այստեղ, տեսնում եք երկրի ղեկավարներից տեսակ երկուսին եւ մինչեւ այսօր ուրեմն այս զանգակը ամեն տարի մաքրում են, այս ժամանակ այս կինը պատասխանատուն է, այս զանգակը բրոնզից պատրաստված եւ Ֆիլադելֆիայում տեսակ այդ որ տեղի ունենում առաջին անգամ հռչակումը տեղի ունենում այնտեղից սկսում է եւ հետո տարբերություն կանայք 1920-ական թվականներին ունեցան ազատություն, սևերին ազատություն տվին, ինչ որ չունեին, նախագահները Դալայ Լամա տեսակ, նաև երկրի նախագահները այնտեղ այցելեն են, դրանց մեջ Ռեգանը եւ ուրիշ նախագահները այդ ժամանակ, այսինքն հուլիսի 4-ի առիթով որոշ նախագահներ տարիների ընթացքի գնացել տեսել են այդ զանգակը։ Այստեղ տեսնում եք այս անկախության արձանն եք տեսնում Նյու Յորքում մի քանի օր առաջ լուսինն էր ինչ որ ճիշտ կարծեք թե շրջում էր այս անկախության արձանը ինչ որ Նյու Յորքի տարածքում գտնվող եւ Ֆիլադելֆիայում նաեւ սա անկախության հռչակման թերթիկն էր ինչ որ քիչ առաջ տեսակ ամենայն դեպս ես պատմությունը պիտի ցույց տամ անկախությանը իսկ ծրագիրը հովանավորում է comfort zone-ն է հովանավորում եթե որևէ air conditioning վերաբերող հիմա շոկ է ամառը այս հեռախոսը համարի զանգարեք եւ ասացեք որ այստեղից լսացիք կամ վերցրիք հեռախոսը համարը կվերադառնա Ուրեմն ես ուզում եմ նախ խոսել հուլիսի 4-ի մասին։ Հուլիսի 4-ը, գիտեք, անկախության տարին է այս երկրի եւ 1776-ին, այսինքն հռչակեցին այս երկիրը որպես անկախ։
մինչև դա տարիների ընթացքին այսպես տեսնում եք ժողովներ էին կատարում, որոշումներ էին կատարում, որպեսզի ազատվեն Անգլիայի լուծից, տարբեր աշխատանքներ եղավ, օրինակ թեյ այստեղից տանում էին Անգլիայում, թեյը շատ վաճառվում է, շատ սիրված է, օգտվում են մարդիկ, ինչ թեյերը լցրին ու չվաճառեցին, այսինքն թափեցին ջրի մեջ կամ ուրիշ ձևով, որպեսզի չհասնի Անգլիա, եւ բոլորը գիտեին, նրանք որ անկախության այս 13 նահանգներ որոշել էին, որ անկախություն հաստատեն, այս երկիրը դառնա անկախ երկիր եւ ոչ թե Անգլիայի լծի տակ, այդ իրենց որոշումն էր, բայց բոլորը նաեւ գիտեին այստեղ, որ եթե իրենց որևէ այդ անձիկից որևէ մեկին ձերբակալեն, անպայման կախաղան են բարձրացնելու, դրանով հանդերձ այս աշխատանքը ձեռնարկեցին, այդ ժամանակ երբ նայում եք իրենց հագուստը, իրենց ձևը, բոլորը մեծահարուստ էին, բոլորը ունեին, օրինակ Ջեֆերսոնը, որ դարձավ հետո երրորդ նախագահ այս երկրի, 600 ստրուկներ ուներ, մեծահարուստ էր, Ադամսը երկրորդ նախագահը ստրուկ չուներ, որովհետև հյուսիսային նահանգներում էր գտնվում, գիտեք, հարավում ստրուկներ ունեին, հյուսիսային նահանգներում այդքան տարածված չէր ստրուկ ունենալու կամ slave ունենալու, սևերին որպես ծառա, ստրուկ չունեին նրանք։ Ամենայն դեպս, երբ հավաքվում են այսպես, տեսնում եք, որոշել էին կարճ ժամանակ սրանից, այսինքն անկախության հռչակման մինչև հաստատում, որոշել էին, որ ուրեմն Ջորջ Վաշինգթոնը դառնա այս երկրի զորքի հրամանատարը եւ որոշ պատերազմների մեջ ընկան անգլիացիների հետ։ Հետաքրքիրորեն մասամբ որևէ պատերազմ, որ անգլիացիների հետ ունենում էր, մղում էր պատերազմում, միշտ հաղթվում էր, բայց եւ այնպես չի հուսահատվում, շարունակում են այս աշխատանքը։ Մի բախտ, որ ունեին եւ կարողացան, այսինքն հարմարացվեց, որ կարողանան հաղթահարեն եւ կարողանան անկախություն հռչակել ու պահել այդ անկախությունը, հետո երկիրը դառնա ռեփաբլիկ կամ նախագահությունը, նախագահական սիստեմ կիրառեն այս երկիրը, այդ բախտավոր էին, որ ֆրանսացիները, որ Լուիզիանա տարբեր նահանգներում, նրանք էլ որոշ նահանգներ իրենց տիրապետության տակ ունեին, օգնում էին այս մարդկանց, ուրեմն իրենք կապի մեջ էին, որոշ զենքեր էին ստանում, որոշ խորհուրդներ էին ստանում եւ ահա այսպես գլխացավ էին սարքում այս մարդիկ Ջորջ երրորդ նախագահի, այսինքն թագավորի համար Անգլիայի։ Ես հիմա ուզում եմ այստեղից ձեզ ցույց տալ, որ այս հռչակագիրը ինչպես գրի առին։ Իրենց մեջ Բենջամին Ֆրանկլին, գիտնական, statesman, այսպես քաղաքագետ, անձնավորությունը մասամբ ամենատարեցն էր։ Այնտեղ երիտասարդն էր, ամենաերիտասարդն էր Թոմաս Ջեֆերսոնը այդ ժամանակ, որ ասած է հետո նախագահի տակ։ Ուրեմն Բենջամին այսպես Ֆրանկլինը, այսինքն որոշ ասում է, եթե ինքը այս անկախության հռչակագիրը գրի, որ գեղեցիկ տիրապետում էր լեզուն, ռետոր էր, գիտնական էր, ահա այսպես, եթե գրի, պետք է անընդհատ մեկը գա, այսպես գրի, այնպես արիր, սխալ գրիր, այսպես հարցեր, վերջ-վերջո կարողանում են համոզեն, որ այս հռչակագիրը գրվի Թոմաս Ջեֆերսոնի միջոցով։ Այս խմբի ժողովի նախագահն էր Ջոն Հանքոք։ Այս հռչակագիրն է առաջի հոգին, որ ստորագրում է Ջոն Հանքոքն է։ Հաճախ ցույց են տալիս, որ հռչակագիրը հուլիսի 4-ին, քանի որ հուլիսի 4-ին ոչ ոք չի ստորագրում, մտածում են, բայց հռչակագիր չեն ստորագրում։
օգոստոսի 2-ին առաջին անձը Ջոն Հանքոքն է, որ ստորագրում է։ Մենակ ինքն էր եւ այսպես ասում էին, որ խոշոր կրեներ, որովհետեւ Անգլիայի թագավորը երբ որ տեսներ անունները, սրանք ճանաչված մարդիկ էին, անվաման կկախեին, դրա համար խոշոր կրում է, որ իմանան ինքն է ստորագրել, բայց ճշմարտությունը այդպես չի, որտեղ առաջի հոգիներ չգիտեր ինչքան պիտի ստորագրի։ Մեծը ստորագրում, որ տարածքը չգիտեր քանի հոգի ստորագրեն, որովհետեւ այդտեղ մտահոգություն կար, երբ որ հավաքվում են մի երրորդը համաձայն էին անկախության, այս 13 նահանգից, որ 100-ի չափ մարդիկ էին եկել, մի երրորդը դեմ էին, որ այսպես անկախության հռչակագիր լինի, ստորագրեն, եւ մի երրորդը սպասում տեսնեին, որ ինչ է պատահելու։ Ամենայն դեպս առաջին հոգին տեսնում եք ինչքան խոշոր է ստորագրել։ Որոշ նահանգներ, որ գտնվում են հյուսիսում, այսպես վերևը հետո պարբերաբար ստորագրում են, ժամանակ է տևում մինչև այդ տարեվերջ, մինչև այսպես 56 հոգի ստորագրում են այս հռչակագիրը, տեսնում եք հռչակագիրը այստեղ։ Շարունակենք Այստեղ տեսնում եք 13 նահանգներ էին, դրա համար 13 աստղեր կար այդ ժամանակ, լրիվ տրոշակը իմ իգվանման չի աստղերը, այդքան 50-ը չկա, այսպես տեսնում եք եւ այստեղ կարևորներին եք տեսնում, Ջեֆերսոնին տեսակ եւ Ադամսին եք տեսնում, երկրորդ նախագահը, հետաքրքիր է, որ Ջեֆերսոն եւ Ադամս իրար ատում էին եւ Ջեֆերսոնը փոխնախագահ էր հին ժամանակ այսպես էր լինում որ նախագահը եւ փոխնախագահը ընտրվում էին որովհետեւ Ջեֆերսոնը երկրորդ բարձր քվե ուներ փոխնախագահ է լինում Ջոն Ադամս նախագահ է դառնում այստեղ Ջորջ Վաշինգթոնին տեսակ եւ ուրիշ այդ Benjamin Franklin-ին եք տեսնում այստեղ, սա Համիլթոնին եք տեսնում, որ Վաշինգթոնը որպես իր մասամբ զավակն է ընդունում եւ այս Համիլթոնը մեծ դեր ունեցավ, որովհետեւ Ջեֆերսոնը պատկերացնում էր, որ այս նահանգները անկախ լինեն իրենց համար, բայց միասին նաեւ աշխատեն։ Համիլթոնը federalist Այսինքն մտածում էր նահանգները իրենց ներքին աշխատանքներ ունենան, անկախություն ունենան, բայց վերջո համախումբ լինի նախագահներից։ Ինչ որ հիմա տեսնում եք, ուրեմն այդ համակարգն է, որ ինքը մտածում է, դառնում է treasury նախարարը եւ 5 աշխատող ուներ, այսինքն հիմա օրինակ այդ նախարարությունը տասնյակ հազար մարդ է աշխատում այնտեղ Այսպես տեսնում եք այդ հռչակագիրն է, որը ստորագրում են 13 նահանգներ, Թոմաս Ֆրանկլինին տեսակ քիչ առաջ եւ այդ ժամանակ երբ որոշում են, որ համակարգը լինի նախագահական համակարգ լինի եւ այդպես է լինում, ոչ ոք փորձը չուներ, ոչ մեկը չէին աշխատել ուրիշ երկրներում այսպես դերեր չէին ունեցել բայց եւ այնպես հիմա ես ուզում եի ցեզ այդ ցուցադրել տեսնում եք massամբ սրանք երևում են ճիշտ կանացի վարքեր եք տեսնում այսինքն կուլպան հիմա մոդա չի կանայք կարող այդպես հագնեն կամ կոշիկը սրանք առողջությամբ նաեւ առողջ մարդիկ էին երկար տարածք մի շաբաթ տերվում էր օրինակ Վիրջինիայից գնալ Մինչև ուրիշ նահանգ, օրինակ այս նահանգների կազմի մեջ էր Մասաչուսեթը, Նյու Համփշայր, Վիրջինիա, Մերիլենդ, Նյու Ջերսի, Նյու Յորք, Ռոդ Այլենդ, Փենսիլվանիա 13 նահանգներ, որ նախ սկզբնական հռչակեցին այս անկախության այդ հռչակագիրը Ջորջիա, Նորթ Քարոլայնա, Սաութ Քարոլայնա, Քնեդիքեթ, Դելավեր, սրանք ուրեմն բոլորը համաձայնվեցին այս վիճակին եւ գիտեք մի շաբաթ տևում էր մի քաղաքից մյուս գնալ բոլորը այսպես
հզոր մարմնով, հզոր ուղեղով, ահա այնպես կարողություն ունեին այս դժվար կացությամբ, կարգով, ծիով գնային երկար ժամանակ մինչև մյուս նահանգ վերադառնային, ուրեմն այսպես պետք է անձը առողջ լիներ, կարողություն ունենար, որ ֆիզիկապես ստանեն։ Հիմա ձեր աչում տեսնեք Ջոն Ադամսը, որ երկրորդ նախագահն է, մեկ թերմ նախագահել է, մեկ նստաշրջան նախագահ է եղել, եւ իր փոխնախագահը, ասացի առաջին բարձր քվե ունեցողը նախագահ էր դառնում, երկրորդ բարձր Թոմաս Ջեֆերսոնն էր, որ երկրորդ բարձր քվե ունեցողն էր եւ դառնում է փոխնախագահ այդտեղ, դառնում է փոխնախագահը այս երկրի եւ ասացի դավեր նյութում իր դեմ։ Ամենայն դեպս ուրեմն երբ հաջորդ ընտրության ժամանակ Ջեֆերսոնը ընտրվում է եւ երկու նստաշրջան այնտեղ էր, երբ երկուսը իրենց նստաշրջանը ավարտելուց հեռանում են եւ տարիներ անցնում է։ Իրենց հարաբերությունը լավ չէր, բայց նախքան իրենց մահը սկսում են նամակագրություն անել իրար, այսինքն Ջոն Ադամս եւ Թոմաս Ջեֆերսոն նամակագրություն են սկսում եւ հարաբերությունը այդ այսպես վրդովությունը, որ իրարից ունեին, վերանում է, մտերմանում են իրար հետ։ Իսկ զարմանալի հարցը սա է, որ 1826-ին, այս շարունակում այս կապ իրենցը 1826-ին երկուսը հուլիսի 4-ին մահանում են, 2 ժամ տարբերությամբ մահանում են եւ երբ Ջեֆերսոնը մահանում է, Ջոն Ադամսը տեղյակ չէր, բնավ մտածում է, որ այսպես 90 տարեկան էր, նա 83 տարեկան, մտածում է, որ Ջեֆերսոնը մնում է ու ինքը կյանքից հեռանում է, քանի որ հակառակն էր, ինքը վերջին անձնավորությունն էր։ Իր մահից քանի օր առաջ մեկը գնում են իրեն տեսնելու, որտեղ արդեն Ադամսը մահանալու էր, ասում էր, եթե մի խոսք ունի, խորհուրդ ունի ասելու, որը կլինի այդ վերջին կամ կարևոր խոսքը, ասում է անկախությունը հավիտյանս անկախություն, այդպես freedom forever, այսպես անկախությունը հավիտյանս, հետո ասում են, սպասում են, դες մեն չի խոսում, ասում են, ուզում եք շարունակեք, ասում են ոչ, եւ կրկնում են նույնը, որ անկախությունն էր իր ցանկություն անգամ նախքան իր մահը, այսպես տեսնում եք, այսպես տեսնում եք այդ անկախությունը 1776 թվին, հուլիսի 4-ին հռչակում է կատարվում, այդ ժամանակ, այդ տարիներում մոտարապես 2,400,000 մարդ Ամերիկայում բնակվում է։ Նաև այդ ժամանակ այդ ցանկի մեջ էր մոտավորապես 560,000 սևեր ապրում էին այս երկրում։ Իսկ մեկ անձնավորություն, որ Ֆրեդերիկ Դագլաս անունով այստեղ տեսնում եք, որ նախապես եղել էր ստրուկ էր եղել, բայց հետո որովհետև հյուսային մասում էր իրեն ազատ էին արձակել 1827 թվին, այսինքն այդ տարիներում էր, որ ինքը ողջ էր, այսպես հուլիսի 4-ին երբեք չի խոսում, ինքը հռետոր էր, խելացի մարդ էր, այսպես հուլիսի 5-ին է խոսում, ասում է սուտ է, ամեն ինչը սուտ է, դուք ասում եք, բայց ոչ մեկը հավատ չունեք անկախությանը, հավատ չունեք, ասում է այս անձնավորությունը, որ ես մասամբ ուզում եմ այստեղ ասում է այդ օրհնությունը ինչ որ դուք տալիս եք այսօր, այսինքն հուլիսի 4-ին եւ ուրախանում եք բոլորի կողմից այդ ուրախությունը գոյություն չունի այս հուլիս 4-ը
ծերեն է, այսինքն սպիտակների հուլիս 4-ն է եւ ոչ թե իմը եւ իմ նման անձնավորությունների ասում եք դուք ուրախացեք, իսկ ես սուքի մեջ կմնամ, այսպես ասում, այստեղ տեսնում եք Ֆրեդերիկ Դագլասը այդ ժամանակներ ինչ որ տեսնում եք ամենայն դեպս 1827 թվի այդ տարիների հետաքրքիրորեն 4000 մարդ 4000 սևեր դուրս են գալիս Նյու Յորքում այս տոնելու ստրկության ավարտը, որ այդ ժամանակ ամեն սև ազատ էր, անկախ անձիկ էին դարձել, ուրեմն անկախ դրանից, որ հենց այդ տարիների ընթացքում այդ սև ղեկավարը այդպես է արտահայտվում, դուրս են գալիս որպես համեմատ նախկինին իրենց անկախությունը ունենալու համար։ Ծրագիրը եկավ իր ավարտին, մինչ նոր հանդիպում։